Ողջույն բոլորին, երեխեք ջան, ասեցի վլոգը սկսեմ մեր շաբաթօրյա պիցցաներով, քանի որ այսօր օրը շաբաթ է, որոշել ենք պիցցայի դիգուստացիա անենք տանը, հավես մի բան նայենք, համեր պիցցա պատվենք եւ այսօր այս պիցցաներից մեկը Արտաշեսն է վճարել իր աշխատած գումարով։ 5000։ Հա, քանի որ Արտաշեսը գիրք կարդալուց գումար է վաստակում, ինքը ջոմարդաբար ցանկություն է հայտնել այսօր իր սիրելի պեպերոնին ինքը վճարի եւ դրանից ինքը հաճույք է ստանում։ Մի խոսքով, հիմա մենք կնստենք, ինչ որ բան կնայենք, պիցցա կուտենք, այս պիցցաները որ պատվիրում ենք, իրենք գնային առումով մի քիչ կարող է բարձր են, բայց ահա որ կշտացնող են ու շատ համեղ են, էլի դրա համար իրանք Հա, իրանք это того стоит, sense ասած։ Իս ինչ լավ եք ուտում դուք։ Համովա տղես։ Հա։ Հավեսա չէ որ կարողանում ես քո աշխատանքը վայելել։ Դու ինչ կոսես։ Համովո։ Լավ ծամի միայն, հա, արագ մի կեր։ Հագնվեցինք, ասեցինք ինչ նայենք, մի քիչ ման գանք, շատ լավ եղանակ էր, մի քիչ ինձ կարգի բերեցի երեխեքին եւ այլն։ Մեկ էլ տեսնեմ մեր այս ներքևի հարկում հենց աշճանների վրա նստած են երկու կատուներ։ Այդ կատուներից մեկը բավականին ագրեսիվ է։ Ու հավանականությունը, որ ինքը կարա գա վրա, ինձ թվում է ինքը հիվանդ է, ճիշտը որ ասեմ, իր տեսքից էլ այդ երևում։ Շատ մեծ է, ու դուք գիտեք, իմ վախը կենթայիների հանդեպ, հիմա ուզում եք չստերով ինձ ծեծեք, ախպեր, այդ վախը կա իմ մոտ, ու դա պատվերով համերգ չի, որ անհետանա, կա, ինքը իմ խաչն է, ես այդ խաչը խելոք տանում եմ, տաքստո իմ փոխարեն թող ոչ մեկ չազդվի դրանից, որովհետև երբեմն մարդուն մեղադրում եմ, որ ինքը ունի վախ, ինչքան աբսուրդ է, այսինքն եթե մարդը վախում է օձերից, կարիճներից, չգիտեմ, սարդերից, այդ կհասկանան, բայց որ հանկարծ դու մարդ ես, որ վախենում է շներից կամ կատուներից, ուրեմն դու ազգի դավաճան ես, դաժան չարում։ Մի րոպե դավես, մի հատ գնա խոսում եմ, վերջացնեմ նոր։ Մի խոսքով։ Դե խորենը փորձեց փշտմշտանի, որ կարողանա միջնել, բայց իրանք նիվ կակույու ոչ մի քայլ, այն մեկը քնած էր, այն մեկը ստորժի պես կանգնած է, ու ոչ ու սենց բաներ ա։ Մի խոսքով մոտավորապես ժամ 20 րոպե, այսպես հագնված սպասում եմ, երբ պիտի կատուն դուրս գա, որ ես կարողանամ երեխեքի հետ իջնել։ Երեխեք ջան, մեզ մոտ շաբաթ գիշեր է, երեխաները քնած են։ Մենք էլ նստել ենք, նայում ենք երկու աստղը, ինչպես տեսնում եք, այստեղ մի քիչ լկստվածություններ կա, բայց շաբաթ երեկոները ես ինձ թույլ տալիս եմ այսպիսի բաներ, զուտ որպեսզի մնացած օրերին այդ խիստ գրաֆիկը ավելի տանելի լինի ինձ համար։ Սկեսուրենք սեին մեր տանը, շատ լավ ժամանակ անցկացրինք։ Իրենց ճանապարհեցի, հիմա ճաշապատրաստում եմ անում, այստեղ սոխարած եմ սարքում լոլիկով, մի քիչ գազարով ուզում եմ տավարի միսը սարքել, համեղ կստացվի, ուզում եմ նաև կաղամբ շոքե խաշել, նույն ինքը տուշից եւ լոլիկով, վարունգով, հազարի թերթիկներով աղցան պատրաստել, որպեսզի այսօր եւ վաղը ամբողջ օրը մենք ունենանք ուտելիք, հանգիստ լինեմ այդ առումով։ Այնպես որ հիմա ես այդ գործերով եմ, հետո լվացք եմ ասում, ամանները պիտի գցեմ մեքենան լվացվի ու կարգի բերեմ խոհանոցս, որտեվ իրական հայտարարակ վիճակ է այստեղ։ Երեխեք ջան, այստեղ արդեն միսը պատրաստ է, որոշեցի իրան միայն գազարով սարքել, սող, գազար, այդ ամեն ինչը լավ տապակեցի, համեմեցի միսը ու ինքը արդեն պատրաստ է, խոյն եկավ տանը, բրդու ջան։ Մա այս միսը պատրաստ է։ Աղցանն եմ պատրաստել, տեսեք։ Էս էլ աղցան, երեխեք, որոշեցի տուշիցի փոխարեն թարմ, այսպես համով, հոտով, կիտրոնով, մզած աղցան պատրաստեմ։ Հիմա կասեք Աննա ջան, բա կանաչին ուրա, իսկ ես կասեմ, խորենը մոռացել է։ Մամի շուժում եմ խայիկ։ Խաղալիք ես ուզում, այսինքն արթնացել ես եւ ուտել չես ուզում, ինչ-որ բանի զբաղը չես, խաղալիք ես ուզում։ Իսկ դեռ հասկանում։ Да? Чикаде, викачахать. Но оно видео не каунок. Հասկաց։ Ինչ խաղալիք ես ուզում։ Ես ուզում եմ Լեգո։ Լեգո։ Հա։ Դու կարողանում ես հավաքել լեգո։ Չէ։ Բայց սիրում ես։ Հա։ Տաշես է կարող ես։ Չէ, դու պապա օքիչ։ Մանու գադինկա, ես ուտում անի նավում ես։ Չէ, ես ուզում եմ
Ակամեցի տան կաճում։ Կամերացի տալու կոստյում։ Դա ջեմալոյ բելումա։ Ատաշես ասես։ Արտաշեսն ասեմ։ Հա։ Մի ֆակտ, որ Դեդ Մորոզը կբերի հետ պերսոնաժին մաման չի սիրում։ Ну, мама, это правда, папа? Да. Որեկել ես մեր տուն։ Հա։ Ռոզ, դե ամոթ հարց է մնացել, արդյոք են Դեդ Մորոզը որեկել էր մեր տուն։ Իսկ դու ո՞նց ես մտածում։ Как ты думаешь? Это был папа? Что? Дед Мороз մեր տուն էր եկել։ Դու բան չուշ։ Нет, это папа гначена, это бида уизма. Ուրիշ մարդ է։ Ха. Может быть. Да. Никто не знает, кто он. Ну, Алехтваца. Ով է։ Никто не знает. Где Малош? Я хочу коту, где Малош? Esa kamera meçhiden kaçmıyor. Еще ужумам Դեդ Մորոզը камечитан. պերսոնաժների չի բերում։ Еще ужумам камечитан. Прям читан ужумам. Еще ужумам. Մեզ մոտ նոր օր է բացվել, երեխեք, ու քանի որ Խորենը խանութ էր գնացել, խանութից մի երկու բան էր բերել, ես ու Խորենը 1000-րդ անգամ որոշել ենք ավելի առողջ սնվել։ Դեն չի որ շատ անառողջ ենք սնվում, չէ, բայց ավելի շատ ենք որոշել միրգ, բանջարեղեն եւ այլն ներգրավել մեր կյանք։ Մի քանի բան է Խորենը բերել։ Դե դավը սև թութ էր ուզում, այս քանի օրը որ փողոցում ման են գալիս, մամա, Պոլին տեսնում էր, սրանից եմ ուզում։ Այսպես սև թութ, սպիտակ թութ, սիցնելա գիտեք ուզում ավեշա սպիտակ։ Սպիտակ թութ։ Այստեղ եմ սպիտակ եմ իստիլը։ Հա։ Սև թութը ուտել է, սաղ կեղտոտվում ես մի տեսակ է։ Գիլաս և ելակ, ինչպես նաև բանջարեղեն։ Հիմա միած ուզում եմ սուրճ տնեմ, ամուսնյակից հետ սուրճը խմենք, մազերս շատ անմխիթար վիճակում ան, լրիվ տնային եմ էլի, այս քանի օրը։ Ու գնանք Խորենը բիբար ավեց, հետպես ասում քանի օրա պատկերացնեմ ոնց է կծելով բիբար ուտում։ Ոչ չէ, անջան։ Ավելի երկա, բայց դեռ քեզ խանգարում է։ Մոռանում էի։ Մի խոսքով ուզում եմ մի քիչ դուրս գանք Բայց մոռանալ։ так սիրտս ուզում էր, հետո մտքիցս թռնում էր։ Երեխեքի նոր կոշիկներն են, որ խորիկ առերել են օրը։ Դուրս ենք եկել համման գալու, մի քիչ բակում խաղան ու գնանք մեր մարշրուտով։ Սիրուն եկեն։ Գնում ենք մեր սիրելի ճանապարհով քայլելու։ Ման են գալիս, Դավիթ լողացրել եմ մոտ մի 2 ժամ առաջ, բայց քանի որ տաքա հանգիստ դուրս հանեցի։ Բալի, դու մեր մշտական ճանապարհով էլի վերև ենք գալիս։ Տատիկ պոպիկ են, տատիկ ենք հոգնած կնեն աշխատանքից հետո, դա երեք ենք հանդիպել տատիկ ենց հետ կյանքս։ Բան են անում այստեղ ջրում են, արի դավս։ Զբաղվում են բարեկարգման աշխատանքներով։ Թաթիկը դուր փողոց ենք անցնում։ Ինձ այսօր ցույց չեմ տալիս այդքան, որովհետև նර්վեզ վրա ազդում եմ, չեմ սիրում այդպես անխնամ տնից դուրս գալ։ Դու անխնամ ասած, որ դու Դավին նայում ես, չէ՞։ Անխնամ ասած ուղղակի առանց քսվել։ Թե չէ։ Նենց կարգի բերել եմ ինձ, էլի։ Մի խոսքով ամուսնյակս հա։ Լավ շուկ է, այսօր պլյուս 28 էր ինչ։ Արդեն տաքանում է, էլի։ Իրար թաթիկ բռնած քայլում էիք, հենց ուզեցի նկարեմ, թողեցին։ Սիրե։ Ինչ ես բացատրում։ Իմ գանձերը։ Մոտեմ ձեզ։ Ինչ ես բացատրում, որ Արտաշես։ Հա? Ինչ ես բացատրում։ Բացատրում ո՞նց է Փողոց անցնել, հա։ Դե նայեք, այս կողմ են կողմ, մեքենա չկա, ուրեմն անցնում ենք։ Խորիկը մտել է ջուր առնելու, Դավոնը չարաճճի անում է, անդադ էս դուրը բացում փակում է։ Դե մարդ են։
Դե ինքը դիտման փանում հենց էտա որ փակվում է, ուզում եմ բաց։ Օրենը տեսա, որ այնտեղ այդ ծաղկավաճառքին է արևածաղիկներ է վաճառում, ես սիրում եմ արևածաղիկներ, գնաց ինձ համար վերցնելու։ Ինքն էլ սիրում է ինձ նվիրել արևածաղիկներ, իր համար էլ են այդ ծաղիկները յուրահատուկ գեղեցիկ։ Ահա եւ խորիկը։ Տղուկներից հետ ծաղիկ կա նաեւ։ Ասում տեսեք ինձ սիրուն են երեխեք ջան, տղուկներս պապայի հետ վերեցին, նվիրեցին մամային։ Պուպուշ արևածաղիկներ։ Արդյոք սա չէ երջանկությունը։ Ասո։ Ասում եմ շպիոնինի պես այնտեղ անկյունում իրանց հետ սպասում։ Ես տեսա։ Իմ սիրուն ամուսնյակս։ Չի էլ ասում, որ իրան եմ գովերքում։ Տուն եկանք ու բոլորս միասին մի աբերան ուզում էինք սառը մրգեր, հա։ Գիլասա ուտում դավը ես ու խորիկը թութ սպիտակ։ Համովա։ Ոյ ուտեմ ես քեզ։ Բայց ես այդ սպիտակ մայկայդ վրա ես թափելու, ինչի շորջ չես հագել։ Արի արևս։ Յա, այդ ինչ դեմքով ես այդ տղա։ Ты туабана возьмешь. Нам, кстати, это ծակաջողներ ունես։ Փոքր ժամանակ կնունքիս կասետի մեջ մի հատ կադր կա, որտեղ մեր բարեկամներից մեկը իր ապուճուր աղջկա ականջին այդեն զույգ գիլաս ա դնում, խոշոր գիլաս։ Ու որ այն ժամանակ նայում էի այդ դրվագը, մի սիրտս նենց էր ուզում այդ պահին գիլաս, որովհետև այդ պահին միշտ նենց է զուգադիպում, սեզոն չէր լինում։ Իսկ առաջ հիմիկվա պես չէ, որ կրուգլագոդնի այդ մրգերը լինեն։ Այն ժամանակ սաղ տարի սպասում էր մինչև այդ մրգի սեզոնն էր գալիս, դա համար ավելի ապիցիտնի էր այդ մրգը ու համնել էին ուրիշ, ինչ ուզում եք ասեք։ Իմ բերանին կա այդ մանկությանս մրգերի համը։ Դա հիմա թափելու է սպիտակ մայկայիդ վրա։ Երեխես ջան, այստեղ մեզ մոտ նոր օր բացվել, ճիշտ ասած առաջի բանը որ արել եմ, լողացել եմ, մազերս մի թեթև խելել եմ, հետո վրայով կանցնեմ, հիմա հարթուկում եմ։ Հա, այսօր այսպես ասած պետք է Վենեցիայում լինեմ, հետևաբար ինչ-որ սենց իտալական էլի կրքեր են եռում, մոտս, ուզում եմ ինչ-որ գեղեցիկ լուք հավաքել, իմ ունեցած գեստապահարանի։ Այս շորը իրական վերխ է, դա վրուսում եք, որ նայք ինամորը, հա, միամորը, էսպրեսո մակիատո, por favore, սիրում ես, չէ, մի խոսքով ինչ է ուզում ասեի, այս շորը վերխը, շատ եմ սիրում, բայց այս բլուզը մի հատ մեծ մինուս ունի, իրա կանտիկները շատ երկար են, հետևաբար այս բյուստը շատ է բացվում, ու ինձ դիսկամֆորտ է։ Ինչ տբրան ես։ Հա։ Մի խոսքով այդ մասը, այդ պահը դուրս չի գալիս, որ տենց է, բայց դե իրական երիտան ինչ-որ կարճացնել այդ կանթերը, էլի։ Որ շատ ուզեմ ես էլ կարող եմ անել, բայց շատ չեմ ուզում։ Всё, յուբկաց հարթուկած է, հետո որ որոշել եմ յուբկաց հագնեմ, հետո եթե փոշմանեմ, ուրիշ մի բան կբստրեմ։ Այս պեջիկները մի հատ, այսպես։ Mi amore, espresso macchiato. Wow, ջարդեցիր կորակետ, բաման, ոխի ջարդեցիր։ Շկիդեմ ոնց սարքես։ Արտաշեց, որ տենց ասում ես, գնա վերցնի սուպեր կլեյը, լավ կլինի։ Չէ, դավջան, ինչով։ Երեխեք ջան, ես պատրաստ եմ, դուրս եմ գալիս, աղջիկները տաքսին արդեն կանչել են։ Էլի պիտի իջնեմ այդ Medline-ի մոտ սպասեմ, Ռոստովյանով գնանք։ Ես Արցախիա ձերքի աշխատանքա կարծեմ, այդպես։ Եթե չեմ սխալվում, Արցախից էր էս բրենդի տերը, կինը, որը սպաղվում է սրանով։ Լավ է, չնայած նրան, որ դետը ժամը 11-ն է, արդեն իսկ շոկ է ու ես բնավ չեմ պրսում։ Այս մի քիչ բաց է, շատ նեղվում են, դիտամ քիփացնեն։ Մենք հասանք աղջիկներով, մի քիչ այն կողմի չանք, որովհետև
բան էր կանգնած, դուք ասեք, ահա եւ Վենեցիան, բան էր, այդ մեքենան տրակտոր են ասում, սա էլ են տեղն է, որտեղ եկել ենք երեխեք ջան, հենց լճի բերանին, հավես, Շատ հավես։ Այստեղ այսպեսի ֆոտոզոնա կա։ Վայ ազիզ։ Երեխեք ջան, մենք մեր ֆոտո սեսիաները ավարտեցինք եւ եկանք սեղանակցելու պահը։ Ապրումակցել, կենակցել, սեղանակցել։ Շատ համեղ հյութ է երեխեք։ Աղջկական խոսակցությունները։ Սրահում դուք կգտնեք XS-ից մինչև հիմնականում L չափի հագուստներ, այս պահին աշխատանքները կտանում արդեն մինչև 4XL հագուստների մասով նոր ֆանուկի ստեղծման ուղղությամբ պլաններ ունենք արդեն։ Մեր սրահում կգտնեք թե ժամացույցներ, թե բիժուտերիաներ, թե հագուստներ ու ամենակարևորն է Մեր աղջիկները ինձ իջացրեցին, աղջիկներից մեկի մեքենայով էինք, Խորենը Սուսիկենց տանն էր, ես ուզում էի սկզբանե գնայի ես էլ Սուսիկենց տուն, բայց այստեղ կիսաֆաբրիկատներ ունեի, մտածեցի չհալչի, մեկ ասեցի լավ Սուսիկենց կգնամ, մի մասը իրենց կնվիրեմ, մի մասն էլ հետո իրենց Արցախցիկից կբերեմ, Արտաշեսը սխինգալի էր ուզում, չգիտեմ կա մեջը թե չէ, բայց հետո սկացա հոգնած եմ, խորիկն ասեց դուրս գանք, երևի արդեն ասացի լավ, արի դուրս գանք, ինքն էլ էլի դասում է այսօր։ Դրա համար ես հիմա բակում սպասում եմ, իրանք էլ հեսա կգան։ Շատ լավ օր ունեցանք իրականում, երեխեք ուղղակի սիրտը սկսեց խառնել մի քիչ մեքենայի մեջ, չգիտեմ, մեկ-մեկ լինում ա տենց այս վերջերս հետս։ Գնամ տուն, դες ցույց կտամ նվերները, եղանակ այսօր շատ խառնա, մեկ անպամած է, մեկ արև է, երևի դրանից էլ գլուխս սենց խառնա, բայց ընդհանուր առմամբ օրը հրաշալի էր։ Երեխեք ջան, ես այստեղ նստած եմ, նվերներս եմ նայում, ձեզ այդ ցույց տամ, կիսաֆաբրիկատներ եմ։ Խոր ջան, դու կարողանաս գալ այս կիսաֆաբրիկատները մառազիլկա գցես, ես այստեղ այնքան խառն եմ նստած, ֆիլմերի մեջ եւ նրբաբլիթներ։ Սա մեկ-մեկ թվում է, ասենք ճար չես ծարքել, արագ պատրաստում ես, համով երեխեքը ուտում են, հատկապես իրանց գիտեմ էլի վաղուց օգտվում եմ, իրանց հետ առիթ ունեցել եմ աշխատել նաև տեղական թարմ մսից է, ինչը կարևոր է։ Իս ինչ էր, սանգում կյանքս կոկնես չէ, ինձ մի հատ էս գցենք մառազիլկա, որտեվ տեղից արդեն այնտեղ հալչել են իրենք։ Անցանքս։ Ամուսնյակից համար էի շամպուն վերցրել, այնտեղ կար կանացի տարբերակներ տղամարդու, քան որ իրենց հետ էլի են համագործակցել բլոգերներ ու ես կանացի շամպուններից իրանք ունեմ մի քանի հատ, այս անգամ Խորենի համար էի վերցրել, այսպիսի հետարքիր, այսպես ասած, բնական լրիվ կոկոսի քերուկով բանով Ռաֆայել կաներ հիշացնող շոկոլադներ եմ նվեր ստացել երեխեք ջան, ու էլի բան, ֆոտոսեսիայի հնարավորություն, բայց ես էլի բան, հա, հեսա Այստեղ զարդեր եմ նվեր ստացել, եկեք ցույց տամ, այսպիսի, արևի տակ էնպես եմ փայլում, իրա թևնոցը կա նաև հետը և ականջողերը, սա էլ կարող պահեմ ծնունդիս սիրուն օգտագործեմ, մի րոպե, ստացել եմ ինչպես նաև բնական, լրիվ բնական առանձնաշաքար չրեղեն, այսպես, մեկ այսպես դուքովա, բաժակի մեջ, այս մեկն էլ այսպես տոքով և նաև ստացել եմ նվեր ձեռքի աշխատանք, հետո որ բացեմ էդ էլ դեզ անպայման ցույց կտամ։ Երեխեք մի հատ հələ նայեք ինչ հրաշալի մուդ է հաղորդում, ասա խոր, հրաշալի մուդ է հաղորդում իմ խոհանոցին այս ռամաշկաները, հիմա սուրճ եմ դրել ամուսնյակից հետ, չես գալիս Ես ասեմ Ինչ ասեցի, ինչ ասեցի Այդ թողեի կոմենտները սակտիվ անար, էլի մի քիչ